Սիրելի ունգընտիրներ, բարի երեկո վանացայն են։ Ահա Վասիկ դարձյալ չորեքշաբթի է եւ ձեր բոլորին կողմէ սպասված թիմանագար հայտակրին ժամն է։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք կհանդիպի միասին ծանոթանալու եւ բացահայտելու այնպիսի անձնավորություններ, որոնց կյանքը մեզ կսորվեցն է, հաղթահարել դժվարությունները եւ գերդել հաջողություն։ Թիմանագար հայտակրին կրնակետեվիլ վանացայնի գայքեչով voiceof.net եւ բջջային հեռացայինի radio voice-of live զրակիրով ինչպես նաեւ թիմադեդրի մեր էջով։ Հարգելիներ, այսօր մեր հյուրը բացառիկ անձնավորություն է, որուն անունը գշողա Սուրյո եւ ամփոփ շրջանի երաժշտական փեմերեն։ Ան Սուրյասկային սիմֆոնիկ նվագախումբի ղեկավարն է, ինչպես նաև մանկաբար եւ մշակութային տեսփանմա, որի դաղանտով եւ նվիրումով դեպապար կբարձրացնե դասական երաժշտության մագարտակը մեր շրջանի մեջ։ Մայստրո Միսակ Բաբուդարյան։ Իր ճանապարհը սկսավ Դամասկոսեն, բայց հասավ մինչև Իդալիո փեմերը, ուր իր ուսման եւ արվեստի մեջ անկդավ նոր շունչ, նոր ոգեշնչում։ Այսօր պիտի տեսնենք, թե ինչպես երազները կծնին եւ ինչպես կվերածվին արվեստի։ Բարի եկացեք Մայստրո Միսակ։ Բարի երեկո բոլորին, ունգընտիրներուն, բարի երեկո քեզի, շնորհակալություն աստեղ գտնվելուց համար։ Մենք շնորհակալ ենք, որովհետեւ դուք հիմա հասցաք արդեն Դամասկոսեն։ Դամասկոս, այո։ Շնորհակալ ենք, որ այս արիտը ընձայեցիք մեզի դառնալու թիմանագար հաղորդաշարի հյուրերը մեկը։ Շնորհակալություն։ Ես շնորհակալություն հայտնեմ, որտեվ ինչ որ դեսա, այսինքն թիմանագարների մույս բաներ շարքերը որ եղած էին, շատ ուրախացար անոնց հետ իմանունսա վիդլա, ուրեմն շնորհակալություն։ Բարի եկացեք, բարի եկացեք։ Մայստրո, եթե կարելի է, սկսենք ձեր մանկութենեն, որովհետև ինչպես պետք է բացահայտենք ձեր անձնավորությունը։ Ինչպես էին ձեր մանկության տարիները եւ խոսենք այն աստակներու մասին, որոնք կազմավորեցին ձեր երաժշտական աշխարհը։ Հիմա ես ընտանիքին անտրանիկ զավակն եմ, երկու քույր ունիմ, ուրեմն երբ որ 6 տարեկան եղա 7 տարեկանի մոտ, ծնողքս ուզեցին, որ ես ցևով միրաշճան հետևիմ։ Իրենց կապարը այն էր, որ պետք է միշտ մեր բզիկներուն ցիրկերը զարգացնենք, հարմար բան գտնելու, հարմար ցիրկ գտնելու երեխային համար։ Կանի մեր դունը տաշնամուր կար, մեծ մորստունը տաշնամուր կար, ուրեմն դեսամ որ այս տաշնամուրին կմոդենայի, եղանակ մգլսեի, կփորձեի գտնել, ուրեմն իրենց կասին որ գրնալ լրաշճան մեջ դեր մգրնայի գտնել, այսինքն։ Այո, իրենք չէին նվագեր, իրենք երաժիշտներ չէ, հայրս եւ մայրս ոչ, հորակույրս քիչ մսորված էր, դա մեջ բայց միշտ երկելու բանը կար, մթնոլորտը կար, այսինքն ամեն ընտանեկան ինչպես հայկական ընտանիքներու մեջ կարծեմ հիմա չի մնացա դիգա, շատ քիչ մնաց, բայց առաջ միշտ ընտրիկի, ջաշի, դոնական օրերը որ գնստեինք, միշտ պետք է բոլորս կերկեինք։ Այո։ Ադոր համար երաշտական մթնոլորտ կար դա մեջ, բայց մասնակինական չէր։ Ուրեմն 6 տարեկան արդեն սկսա բան երաշտական դպրոցի երթալ, հետո քույրերս սկսան հետևել ինձի եւ ընտանիքի մեջ 3 հատ երաժիշտ եղան։ Ես տաշնամուր քույրս ճուտակ, փոքր քույրս տավ ճուտակ։ Արդեն տրիո գազմեցի։ Արդեն տրիո եղավ դա մեջ եւ արդեն դպրոցի գողքին միշտ բան ունեինք, երաշտանոցի տասեր ունեինք, սոլֆեջի տասեր ունեինք, որ բոլոր բզիկներուն համար բանեն ուրախ տաս չէ սոլֆեջոն, բանալ բարդականությունները ընելը։ Ես կուզեմ ասան խոսիլ, որտեվ երբ գլսեն ծնողները, կսկան թե բոլորս նույն դժվար քայլերու մեջ գանցնենք որ, բայց ադիբի դանցնենք որբեսի գրնանք հաջողիլ հետո կյանքի մեջ։ Ուրեմն երեխա եգուզեի կնտա խաղալ օրինակ, կամ ագուն ավելի ժամանակ անցնել, կան երաշտուներ, բայց պետք է փորձնեի եւ բարդականությունները կային սոլֆեջոին պետք է քրեի ադոնք։ Այո։ Ով գեհդապն տերցեզի ձեր աշխատանքը։ Տարոնով մամասեր, որտեվ հայրիկս միշտ կորձով սպած էր, արդուգելներ իրուն գվերատարնար, մամաս կերևեր, գրսած ինչապ մեր ինչ որ պետք է ընենք երաշտյան մեջ։ Այո, իսկ դուք ինչ երաժշտություն գսիրեիք ունկընտրել ձեր բադանի դարիքին, արդյոք դասական երաժշտությունը մաս կգազմեր այդ բոլորին։ Մեր դա մեջ միշտ կային աշուագան երգերը, մնագյան օրինակ միշտ կլսեինք, դա մեջ, նոր ճուղայի երջախումպիկ բանը գիշեմ, կասետը գիշեմ, որ միշտ գարդունա,
Քիչ մի եվրոպական երգեր գլսեին Tom Jones-ը, Engelbert, այսպես բաներ, tango, vals, տասականի ռաշտյան մոտ չէինք դա մեջ, բայց գիշեմ օրինակ հորակույրս իմ կարծեմ 8 տարեկանի կամ 9 տարեկանի դարի դարձիս ինձ կասետ մկնեց, որ Բեթհովենի 5-րդ սիմֆոնին գար եւ ուրեմն ադիմ առաջին կորձն էր կլասիկ կորձը որ լսեցի արձանագրված Բեթհովենի 5-րդ սիմֆոնին էր եւ այդպես կամած սկսա օրինակ անշ օպերայի բաներ LP-ներ ունեինք տունը Դավիթ Բեկ այսպես կորձեր անուշ օպերային ֆրագմենտս օրինակ ամբիդագի ճուրեկալիս ասպաժիները միշտ տասականի ռաշտյուն եւ երաշտանոցի մեջ անշուշտ ավելի մոդեն գծանոթանային կորձերուն թե Մոցարտ, Բեթհովեն, Հայդեն, Բախ ամենաս կորձեր Մայստրո իսկ սուրյո մեջ դարիներուն ինչմիսի մտնոլորտ գդիրեր գային pedagogan կամ մասնավոր բարձրակույն երաշտական հաստատություններ ուր կարելի ըլլար արկածնել ձեր դաղանտը կամ ընդհանրապես դաղանտները Հիմա Դամասկոսի մեջ pedagogan առաջին երաշտանոցը հիմնվեցավ 50-ական վերջին 50-ական թվականներուն 60-ականին ուղղակի pedagoganացավ այդ երաշտանոցը հստակ ակադեմիկ բաներով գրթական ծրագիրը տրվեցավ անշուշտ մինչև 18 տարեկան էր այսինքն 6 տարեկան մինչև 18 տարեկան երեխան գշարունակել, այսինքն ադեմ որ գրնա շարունակել, հետո 18-ին կավարտեր։ Բարձրակույն երաշտանոց չունեինք մենք։ Գամած սկսան անձնական երաշտանոցներ հիմնվել, քիչ մը բաժիներ գամար այսինքն ուղղակի արվեստի համար էին, ուրիշները տրամական այսին ուղղակի էկոնոմիկ պրոժեներ իրենց համար, տնտեսական շահերու համար էին։ Ոմանք կրսան լավ արդյունքներ ունել, ուրիշներ ոչ Բայց pedagogan երաշտանոցը շարունակեց 1990-ին մեր բարձրակույն երաշտանոցը հիմնվեցավ Դամասկոսի եւ ես բախտ ունեցա հոն առաջին աշակերտները նլալ 90 թվականին մինչեւ 95 եւ առաջին ավարտողները մեկն եմ Դամասկոսի երաշտանոցի Բայց իսկ երբ դու սկսած էր այս ուսումնական աշխատանքը կամ ավելի լուրջ օրեն սկսած ուսումնասիրել դասական երաժշտությունը Ինչպես արձագանքեցին ձեր շրջապատը ասեր որոշումին Երբ որ դուք լրջորեն սկսակ հետևել եւ ահավասիկ հասակ բարձրակույն երաշտանոց եւ ոնդեղ քաչալերողներ եղան ցեզի որ դուք շարունակեք կամ դուք առանցին բայկարեցաք որ հասնիկ Հիմա ռեգանտիա մեծ զոնոքս միշտ գհետևեին միշտ կքաչալերեին Իրենք չգարձեցին որ գրնա մասնակիտանալ եւ ադի իմ արհեստս բիդելլա դոչ արվեստը միան այլ արհեստը բիդելլա հոն չէի մտածել իրենք եւ իսկ իրականության մեջ ես երբ որ բակալորյան էի Դամասկոս որոշեցի նախ engineering electronic engineering գնել որտեղ իրանշտանոցին բացումը չէր եղած որ սեպտեմբերին սկսա engineering-ը դեկտեմբերին հայտարարեցին որ իրանշտանոցի պիտի սկսի ուրեմն սկսա զուգահեռ թե իրանշտանոցի եւ թե համասարանը գնել 3 տարի մեջ որոշեցի ոչ չեմ գնալ ռադիո շարունակել դասեվով որ թե ժամանակի ջնշում է թե եւ թե psychological այսինքն գոմեն որոշեցի միան երաշտուննել ուրեմն ընտանիքի մեջ անցեր կան շատ զարմացան աս որոշումին ծնողքես չէ անշուշտ ավելի քիչ հերու ընտանիք են թե ինչպես դու երաշտուն բիտնես ինչու երաժիշտ բիտնես ինչպես պիտի ապրիս այո ընդհանրապես հարցումը գահացել ինչ կորձ պիտի աշխատիս ես երաժիշտ պիտի լամ Չեքսեն կորձ, ինչ կորձ բիտ աշխատից, որտեղ ընդհանրապես մեր շրջանակի մեջ, մեր ընկերային կյանքի մեջ, մանավանդ 90 թվականներուն թեր հայտնի չէր, թե մեկը գրնա լավ կյանք ապրիլ երաժիշտ լալով։ Այո։ Այսինքն ուրեմն իրենց համար նոր բան մներ, մանավանդ երաժիշտը որ գիշերային դեպի նվակ է։ Այո, դասական երաժշտություն բիտեն է։ Օրինակ խումբերգային որ գիշերային բանտոկներում մեջ կամ ջազրանում մեջ կնվակ էին։ Բայց ադի չէր իմ նպատակս, ուրեմն հստակ չէր թե ինչպես կրնա մեկը ամսական առնել, ինչպես կրնա ընտանիք ապրեցնել։ Ամենավոր նախատասությունները մեկն էր, մեկը սա որ բայց գիտես, yani մարդիկ կան աղջիկը չալղջիներու չեն դար։ Այո, այդպես կսեին։ Ուրեմն Այսի շատ բաներ գային, որ թաբուն է կամ ասանք դառնակ բաներ էին, թե ինչպես ասի,
երաժիշտ պիտլա եւ կամած կարեցի այդ ճամփան բախտը փերավոր իդալիակացի մասնակի դառնալու համար 6 տարի վերադարձա եւ իմ արհեստս երաժշտությունի եղավ Վիդի ավելի ընդլայնենք ատնույթը բայց երբ եւ ինչու որոշեցիք խմբավար լալ Հիմա դուք շարունակեցիք ձեր ուսումը բարձրակույն իբր դաշնակահար Այո, բայց երբ եւ ինչու որոշեցիք խմբավարը լալ Հիմա երեխայության մեջ ես չեմ մտածել խմբավար դառնալ Ամեն բան շատ մեծ զուգատիպությամբ եղավ եւ բախտով եղավ Ուրեմն եթե չեմ սխալիր 94-ի համարներ ուրեմն երաշտանոցի կամ բարձրակույն երաշտանոցի դոնորենին հետ երբեմն այցելություններ կային դուն գերտայքով որտեվ իր դիգինը պիանոյիդ ուսուցչուհիս էր ուրեմն երբեմն տասերը դունը գնեինք մանավանդ ամառը որբեսի լման չի մոռնա երաշտանոցը կոց է 10 չգան 3 ամիս օրինակ որբեսի հերու չմնամ տաշնամորեն նվակել են միշտ դուր գնել որ եգուր մեկ հատ լսեմ գդոր գփորձենք բան գնենք ուրեմն չէ թե գխոսեինք կորնույթը սա որ ինչ համար չես փորձեր խմբավարը լալ ես ասի չեմ գիտեր ինչպես կլա մեկը խմբավար լավը սա եգուր ես քեզի սորվեցնեմ սա վարդվա ժամի 7-ին եգուր փոքրելու երաշտանոց որ ինքա հոնադնորեն էր ժամի 7-ին որբեսի 10-ենք միասին ես նախ կարծեցի կդակ կնեգոր նախ արդվա 7-ին այո հետո խմբավարը աշակերտի գսեգոր որ եգուր քեզի սորվեցնեմ քիչ ինձ համար դառնակ բան մներ ես ասի օքեյ փորձենք հաջորդ օր ժամի 7-ին տրանարչևն է երաշտանոցին դեսեմ արդեն թուրը բաց է ինքը ներսինձ կսպասեգոր մտան ուրեմն սկորը բացա պարտիտուրան բացա օրկեստրայի եւ սկսա բացատրել թե ինչպես խմբավար այդ պարտիտուրան կդեսնե եւ մեր կորձը ինչ է մեր բարդականությունը ինչ է për խմբավար եւ այսպես կամած առաջին քայլերս սկսա փոքր քայլերով խմբավարության մարզի մեջ, աստասերում մեջ 94-ի դեկտեմբերին Պետական Սուրիո Պետական Սիմֆոնիկ նվագախումբը համերգ ուներ ուրեմն ինձ առաջարկեց որ գդորմի ես ղեկավարեմ որովհետև իբր իրեն աշակերտը իբր աշակերտը ասի պետք է ուրեմն առաջին փորձին որ օրկեստրի արչև գեցա ամեն բարոններս են իմ գեներս են կոլեգաներն են ուրեմն մեկ հատ նայեցա ինչ միտնեմ ես աստեղը ուրեմն այդո շատ լավ գիշեմ թե ինքը իբր դիրիժոր եւ թե կոնցերտմայստեր որ մեծ բարոնները մեկն է շատ ավոր ժվիդովսին շարունակեցուն հոգմի էներ եւ այդպես սկսա Չէ այսինքն գիտեք բարոնները հոնեն ամեն ինչպես է մեծ բարոններուն ինչպես պիտի վարվի այսինքն դժվար բան է ադիգա Այդտեղը դուք կեցած եք եւ դուք եք մեծավորը երբ որ այդպես պետք է այո խմբավարը մեծավորն է բայց ես ավելի մեծ բարոններ կան, մասնակիցներ կան, փորձառություն ունին։ Ճիշտ է, այդ մեկն է որ առաջին քայլը գլա, ովևէ մեկ դժվար է, բայց հետաքրքրական էր այդ քայլը։ Կամած սկսալ թե որքան խորունգ մասնակցության պետք ունիմ, թե որքան մեծ աշխատանք Մեծ աշխատանք չէ, մանր մունր բաներ կան, որ պետք է տեսնենք պարտիտուրայի մեջ, աշխատենք, մանրամասնություններում մասին պետք է մտածենք, ասա մենը շատ մեծ գործ է միան ցերկ շարժել, չէ, որտեղ երբեմն կգարձեմ, որ միան խմբավարը ցերկերը կշարժե, եւ որ կեսան կնվակե։ Այո։ Բայց այդպես չէ, շատ մեծ մանրամասնություններ կան, շատ մեծ Կիդագամարը մասնություններ կան ագտե մեկան, որ պետք է մեկ բատրասյա դամմենը և գրնա խումպին իր մեկնապանությունը ըներ ատ կործին, որ նոտաները կոմպոզիտորը կրած է։ Իր սկացումը արդահայտել դալ նվակողին, նվակախումպին, որպեսի անոնքալ թարգմանեն ինչ-որ կուզե մայստրոն, ատ աշխատանքը բավական կորձ կուզե։ Լավ այսօր դուք ձեր երաշտական ուսումը շարունակեցիք Իտալիո մեջ։ Ինչ հանգամանքներ ուղղություն տվին ձեզի երթալ Իտալիա, անձնական որոշում էր կամ մեկը ձեզի ուղեց, խորհուրդ տվավ, կամ ինչու ընտրեցիք Իտալիա։ Հիմա սուրեգան պետությունը դարեգան scholarship-ի բան գրտանաբասներու հայդարարություն գնե ամեն մասնակցություններուն օրինակ բժշկություն ինժեներինգ երաժշտություն նագար այդ տարի իմիջայլոց գրված էր Իտալիա
խմբավարություն չէր իրականության մեջ Իտալիան երթալը։ Ուրեմն մենք 12 մասնակցություն ուզած էին երաշտական։ Ես կուզեի որ Գերմանիա երթալ կամ Վիեննա երթալ։ Եվ արդեն գերմաներեն կուրսրած էի Գյոթե ինստիտուտ եւ Դրեզդեն կացիկնություն դալու եւ Վիեննա կնություն դվի ընդունվեցա Վիեննայի հողշուլը, բայց չգրծա տրամ ապահովել որպեսի ճամփորդեմ։ Ուրեմն որ ասիադարացիոն ելավ կացի թիմեցի ինձ օքեյ դվին որ Իտալիա երթամ, բայց ինտուն պիտի գտնես մասնակցություն ուրբիտնես։ Այո։ Ուրեմն դա ինտերնետ չկար, դատկաս չապտյուրին չէր որ մեկը գարենար գավիլ կամ գիտնա թե ինչ կա, ուրեմն իդական տեսփանադուն կացի, հոն հարցուցի թե ինչ կան, ինչպես է համակարգը, հոն բավական օգնեցին, բացատրեցին եւ գամած քայլերս թե Իտալիա կացին։ Այո։ Ուրեմն գերմաներենը մորցա, խմբավարություն։ Գերմաներենը մորցա, իդալերեն սորվելու սկսա։ Այո։ Բախտի պերմա դարիներ առաջ լատինացի գեցի մեջ իդալերենի կորսրած էին հետաքրքրության կացի ատտեղը եւ մեկ երկու տասարան ըրերեի իդալերեն կոնե մի քանի բան գիտեի այսինքն գիտե թե հիմքերն ինչպես են լեզուին ավետյուրն եղավ ուրեմն 9 ամիս Իտալիա լեզուրի հետո Ֆլորանսի երաշտանոցը պետական երաշտանոցը եւ Միլանոյի մեջ խմբավարության սկսա մասնակցական տասերնել այո բավական երկար դեպի դժվար է ինչ դժվարություններով արժև անտիպ հիմա ամենը դժվար բայց գիտեք բոլոր ընդհանուր առմամբ այսինքն երդասարտներ որոնք ընդհանրապես գուզեն դուրս ուսանել եւ երթան ուսանելու ընդհանրապես դժվարություններով արժև կգտնվին դժվարություններով կհանդիպին վստահ եմ որ այդ դժվարություններն դու գալ անցակ դու գալ խոչընդոտներով արժև գտնվեցաք ինչպես եղավ ուսահատական ժամանակներ օրեր կան որ ուսահատեցաք կամ ինչպես է դուք ձեզ վերակդակ ինչ ունիք ասելիք այդ բոլոր այդ օրերու մասին ինչ կհիշեք այդ օրերեն հիմա լավ գեղեցիկ հիշատակներ կան եւ դժվար հիշատակներ կան անշուշտ ինչպես ամեն մեկը որ երգիրը գցկե ուրիշ երգիր գերտա մանավանդ որ այսինքն ես 23 տարեկան էի, այդպես բան մնեի, երբեք օրինակ չէի փորձած ես ճաշեպել։ Ասի շատ բզդիկ մանրամասնություն մնե, որ մեր միտքեն չանցնիր։ Հակուսներես պետք է լվայի։ Դու նմիշտ մաման գար ինքը գներ ամեն բան։ Ուրեմն դե մգուկաս որ տուն օրական պետքերդ, օրական ինչ որ պետք է կես, ադոք տուն բիդնես, տուն բիդի մտածես, բիդի հոգաս։ Եվ բիդի ուսանիս։ Եվ դունի վարձ, այսինքն դուն պիտի գտնես վարձու համար, երաշտանոց պիտի երթաս, բայց ամեն դժվար բանը որ զգացի, երբ առաջին տասի կացի, եւ ընկերներս հետ ծանոթացանք, խոսեինք որ, ուրեմն օպերայի մասին խոսք եղավ, ասի որ գիտեք ես կյանքիս մեջ օպերա չեմ տեսածսի։ Մենք միակ օպերան որինք Սուրիա 95-ին էր, դայդո 9-ը ներկայացուցինք, բայց օրինակ Վերդի օպերաները, անոնք դες վիդեոյով տեսած եմ, բայց երբեք ներկա չեմ եղած։ COVID-19 ես 7 տարեկան էի, սավ կամ 8 տարեկան էի, որ մեծ հայրս ցերկես բնած ինձ օպերա գտաներ եւ չեմ դեր քանի օպերա դիտած էին 10 տարեկանին առաջ արդեն։ Այո։ Մենա նայեցա որքան մեծ մշակութային դարբերությամբ է, որքան բաներ պետք է այսինքն աշխատիմ, որբեսի գրնամ աս մեծ դարբերությունը բացը կոծել։ Աս մեծ բացը որ գա կոծել։ Այո։ Օպերային բիծանոթանաս երկիշները ինչ կնեն, ինչպես կաշխատին ռեպերտորը ինչպես կլա, շատ բաներ գրված է, բայց այդպես չեն երկեր, շատ բաներ գրքեն, որտեվ սովորությունը այդպես եղած է, ամեն մանրամասնություններ, որ կոնդակտորը պետք է գիտնա, ես չէի գիտեր։ Ինձ համար նոտան գա, նոտային գեհդեվեի։ Ուրեմն Իտալիան ինձ մեծ արիտ տվա, որ ասի ամեն մոդորեն ծանոթանամ, այսինքն շոշափեմ ուղագի, ապրի մատվարգյանները, շատ վարգաններ եղան, որ ուղագի լացի, որովհետև թե բարոնը շատ բաներ բանջոտ բարոն մներ շատ խիստեր ուրեմն երբեմն օրկեսին արչև մեզ ուղագի ծանր խոսքեր գսեր այսինքն բայց ես չսկացի որ կարևոր են որ քո անհատականությունը պիտի ծորանա որտեղ որ 60 կամ 70 երաժիշտ ունիս մասնակետ են ամեն փորձառուն երաժիշտներ են դու շատ վստահ պետք է լաս անհատականությունը տստակ պետք է լա եւ գիտնաս թե ինչ ուզես այդ երաժիշտներն այո ադորամար ուրեմն վերջը հասկացան շուտ ադորերուն շատ դժվար էր ինչպես այդ
գրնամ սուրա վերաթարնալ չեմ գրնար որտեվ ասի pedagogan բան է գրտանվաստ է scholarship է ուրեմն չեմ գրնար ոյ մեկ վարիանտ սկել վերաթարնալ որտեվ ադի լավ չէ այո անպայման ես ինչ կրեմ գորոս վարյամ կար ես ինչ կրեմ գոր ինչ պետք ունիմ ասամ մենելու այո հակուսներ դառնեմ վեց վերաթարնամ այսինքն բախտի պերմամբ ընկերներ ունեի Իտալիո մեջ որ գրցան մոդի գլալ այսինքն մոդեն հետևիլ պես կսայ դեն ոչ WhatsApp կար, ոչ Skype կար, ոչ ինտերնետ կար, որ գնացնողքի հետ ատկան թյուրին գաբի մեջ լալ, շատ անգամ ֆաքս կգրեի գղրգեի, կամ նամակ կգրգեի, պոստով գղրգեվեի նամակները 15-20 օր կդևերի երթալ կալը, այսինքն միշտ կսեմ ճամփորդությունը դժվար է, մինագլալ դժվար է, օդար երկրի մեջ լալ դժվար է եւ օդար երկրի մեջ ուսանիլն դժվար է։ Այո որովհետև մրցակցությունը շատ է այո մենք որ արևելքեն կացին երաշտյա մեջ կսեմ որ շատ բագաս էր գիտելիքներով բագաս ունեինք իսկ իրենք ինչպես կվերապերեին արևելքեն կացող այսպես աշակերտներուն հանդեպ որոնք ավելի բագաս գիտելիք ունեին այսինքն պատրաստ էին օգնելու կամ քիչ ավելի ուրիշ ձևով կվերապերեին հիմա բարոններուն հետ կապուներ բարոններ գային որ շատ մոդեռնիկ մոդենային կուզեին ուղղակի օգնել ուրիշ բարոններ գսեին բարդականությունս չէ դու պետք է կերտաս աս ինչ որ չես գիտեր մինակ պետք է սորվիս պետք է պատրաստես կաս ես պատասխանելու չեմ ադոր ես պատրաստ չեմ ժամանակ կորսնցնելու դու չես գիտեր դու բիդենես ադոնք այո ուրեմն երկու ցևնագար բայց բախտավորը երկու ցևենա օգտվեցա այսինքն անոր ցերկ երգարես օգնեց եւ անոր բանջեց որ ես քայլերը մեծնեմ որովհետեւ գրնամաս Գարձեք որ անոնքին որ ցեր կարվեստական այս բանը ավելի իրենք օգնեցին որ ավելի հարաճանակ ամեն մեկ բարոնը ով գրծավ ամեն մեկ բարոն իր տրոշ մտրավ ամեն մեկ իր բարոն իր ասեցությունը ուներ բայց ամենակարևորը կեդնի վրա փորձառությունն էր ամենակարևոր բարոնը ինձ համար մանավանդ խմբավարության մեջ փորձառությունը դարբեր խումբերով հետ աշխատելը ես շատ լավ գիշեմ որ 2009-ին ամերիկա հրավիրվեցա Pacific Symphony Orchestra-ի հետ համերգ ունեցա ուրեմն ընկերմունիմ որ կլարնետ կնվագե որ հիմա համաշխարհային անուն է Կինան Ազմ է արաբ է սուրիացի արաբ ուզեց ինքնամասնակցեցավ համերգին վերջացավ որ այսօր դու շատ մեծ կայլեր իրսավ ուրեմն ամեն մեկ համերգին կսկայ որ դարպամը գդարբերի գոր մանավանդ որ շատ բարձր մագարտաղեր խումբեր աշխատիս քույ մագարտաղը կպարծանա անշուշտ դա շատ կոկնե անհատականությունը փորձառությունը մասնակցությունը ամեն չանկալ կթափեք որովհետեւ անսխալը լա եւ հասնիկ at արժանի էլլա այսինքն at գոչումին կամ at հասած դիրքի իսկ երբ այս տարիները կհիշեք մայստրո ինչն է որ ավելի հիշարժան կմնացեր մեջը ձեր ուսուցիչները ընկերները թե փեմ ելնելու այդ օրերը կամ վարքյանները ամեն վարքյան հիշողության մեջ է բայց երբ կան at վարքյանները երբ գիշես at վարքյանները այսինքն շատ լավ գիշեմ երբեմն խմբավարածադենս երբեմն բարոնիս բարերը կհիշեմ ինչ կսեր մեզի մեր խմբավարածադենը Փեմելեն առաջ ամեն անգամ նույն սրդի դրոփում գաբրիմ տեր ամեն անգամ նույն վրտով վիճակը որ պեմ բիտելեմ ամեն անգամ որ ցերքս պիտի բարձրացեմ առաջին նոտան նվագելու համար կսկամատ մեծ պատասխանատվությունը եւ գիշեմ թե ինչ էի մգնակ 22 տարեկանի շատ չէի մտածել այդ մարմնասություններում մասին հիմա ավելի կմտածեմ Երդասարտներ ավելի Նետվոգլան այսպին նետվոգլան չեմ թե ճիշտ բառը խիզախ չէ բայց ավելի նետվոգլան անանգսենք երբ որ գմեցնաս ավելի կմտածես ավելի հաշիվ կնես ամեն մեկ բանին բայց ավելի մեծ փորձառություն կունենաս այդ փորձառությունը գոքն է անշուշտ այսպես գեղեցիկ էր այդ արտահայտությունը որ ունեցաք որ ամեն անգամ որ փեմ գելեք խմբավարած ադենը ձեր ուսուցիչին ցայնը կուկացեր ձեր միտքը շատ գեղեցիկ է այդ ինչ բաներն են որ ավելի երբ կուկա այդ նեղության մեջ դժվարության մեջ կամ ուրախ վարքյանին կհիշեք ձեր ուսուցիչին ասածը նա զոր մեկ բառ պիտի հիշեմ երբեմն ուրախ վարքյանին կհիշեմ թե ինչպես ինքը կաչալերեր մեզի որ աշխարհը շատ գեղեցիկ աշխարհ է գունավոր աշխարհ է որ մենք կաբրինք
ուրիշ դժվար վարկաներուն գիշե թե ինչ կսեր թե հարցեր ինչպես պիտի լուծվին այդ վարկանին, որտեվ մեր փորձերուադեն շատ դժվար վարկաներ գաբրինք, չենք գիտեր թե ինչպես լուծենք հարցը օրկեստրային, ինչպես բացատրենք իրենց թե ինչպես պիտի լուծենք։ Այո։ Ուրեմն արագ լուծումներումը դա ձեռագերբը գիշե այսպես է ցերկրտի շարժը կամ ցերկրտ չաթ շարժը գամած շարժի մարմիտ մի շարժը գրնագը չիդակ ասմարմասություններ որ քանի բաներ միասին պիտի մտածենք ասոնք բարերը ու կային գործես եւ դες արդյունք կդագոր արդեն եւ շնորհակալություն գսես իրեն մերսեդ որտեղ օգնես եւ գկալե Մայստրո եկավ այն բահը որ դուք ավարտեցիք Իտալիա եւ վերադարձաք հայրենիք ինչպես որոշեցիք վերադառնալ հայրենիք ուզեիք վերադառնալ հայրենիք եւ ձեր գիտելիքները որոշեցիք նվիրել երաշտական կյանքին այսինքն սուրյո երաշտական կյանքին ինչպես եղավ այդ մեկը Մա վերադառնալ շատ ուրախ վարյան չէր որովհետեւ պլանը ադեր որ ես կավարտեմ գրնայի 1-2 տարի ավելի բարձր մասնակցություն ունել, փորձառություն ունել, Դամասկոս կվերադառնամ իմ բարոնիս հետ, դնորենին հետ, երաշտանոց եւ պետական նվագախումբի ղեկավարն հետ իբր ասիստենտ կաշխատիմ, որովհետեւ ավելի կորզնական փորձառություն ունենամ։ Դժբախտաբար ապրիլ 2002-ին ապրիլին խումբը ղեկավարազադեն ինքը բան եղավ, իքտուս ունեցավ եւ փեմին վրա ինգավ այդուց չգրծավ խմբավարել ուրեմն 5 տարի անշարժ մնաց մոտավորապես տունը ուրեմն ինձ երացանեցի որ պետք է վերադառնաս ուրեմն ամեն պլանները որ գազմագերբեի գոր գմտածեի գոր գծեի գոր փոխվեցան ուրեմն 2002 առաջարկվեցավ վերադառնալ ձեր որոշումը նախարարութենեն ասին որ պետք է վերադառնաս որտեվ սասրհին չի գալիս բարոն սուլհին անհանգիստ չի գնար խումբը ղեկավարել ուրեմն հոկտեմբերին 2002-ին չեմ դրճոր 2022-ին գոր 2002-ին Դամասկոս վերադարձա 2003-ին հունվարեն ստանցնեցի խումբի ղեկավարությունը եւ կայլարկալ կալեցինք մինչեւ այսօր ռուս խումբին հետ այդ շրջանին գար սիմֆոնիկ դվակախումբ Սուրիական pedagogan նվագախումբը ասկան նվագախումբը հիմնվեցավ 93-ին այո առաջ բան ունենք չեմբեր օրկեստրա գար Դամասկոս 93-ին ուղղակի պեմիելով Սուրիո pedagogan ասկային նվագախումբը դարներուն տասկին փոխվեցավ խումբը այսինքն գնալսել որ նույն խումբը մնաց մանավանդ 2003-ին 4-ին Ես առաջարկեցի, որ երաշտանոցի մեջ նվագախումբը լա, երդասարտներուն համար, որովհետեւ նվագողներ պատրաստենքաբակային։ Ուրեմն առաջ ամեն մեկ նվագային pedagogan խումբի մեջ, աշակերտները, բարոնները, ուրեմն որոշեցինք, որ երկու գազմը լա, աշակերտական նվագախումբը լա եւ pedagogan նվագախումբը, որ մասնակիցները, բարոնները, ավարտած աշակերտները, եթե պետք է լա աշակերտ կանչել, բայց որովհետեւ աշակերտներն իրենց պետք է մգաններ զորացնեն, գամած, որ քայլերնեն, որպեսզի ավելի լավ հիմնվին։ Եվ այդպես եղավ, ուրեմն երաշտանոցի նվագախումբը եղավ եւ pedagogan նվագախումբը։ Դուք եղաք երկու նվագախումբերու ղեկավարը, պատասխանատուն։ 2012-ին Սուրիո pedagogan նվագախումբը մաս կազմեց օպերային։ Օպերա մեջ խումբ չի գար, Դամասկոսի օպերան 2004-ին բացումի եղավ, մինչեւ 12 խումբ չի գար, օրկեստրա չի գար։ Ուրեմն pedagogan նվագախումբը անցավ օպերայի նվագախումբի անունին կամ իրանունը բահեց, բայց օպերայի մեջ աշխատելու աշխատի։ Իսկ ինչպես արձագանքեց հասարակությունը նման նախաձեռնությանը, այսպեսակի մեծ մոդիկին Սուրիո ժողովուրդը իբր սիմֆոնիկ, իբր տասական դիբի երաժշտության։ Ինչպես գնալ էին ասկան աշխատանքը։ 60-ական տևականներուն է որ երաշտանոց եղավ ասենք փոքրերու երաշտանոցը եղավ ուրեմն ամեն տարի կամ ամեն 2-3 ամիս անգամ բզիկ համերգ կլար չեմբեր օրկեստրային դարային կորցիկներ կնա ֆլյուտը լար հետերնին այդպես ուրեմն բարոն Սոլհելուադին գամած սկսավ ունգրտիրներ հիմնել նույն այսին ժողովուրդը սկսավ մոդենալ երաշտության հետո 93-ին երբ որ pedagogan նվագախումբը մեջտեղ եկավ
սկսանք Դամասկոսի բանգար կոնֆերենս հոլ ունեինք մեծ 2400 աթորով սրահ ունեինք սկսավ հոնել համերգները եւ 3 օրվա մեջ օրինակ միշտ կդեսվեր սրահը ժողովուրդը այսօր վարժվեցան համերգներուն կալ հաջորդ քայլները որ օպերայի բացումը եղավ սկսավ վճարովի լալ տիկետները առածրի էին այո ուրեմն սկսավ ժողովուրդը պիտի կա տիկետ պիտի վերցնե տիկետ պիտի կնե եւ համերգին ներգավի դլա ածեվը եղավ եւ հիմա մենք ածեվով գալենք այսինքն ժողովուրդը տիկետ կնե ուրեմն դա գավի միջև այսօր գփոխվի ժողովուրդ նայած պայմաններ որ Գաբրիգոր քաղաքը երգիրը նույնը չեմ մնարգոր բայց միշտ ժողովուրդ ունենք պարտիրոջ վերջերս Մոցարտի համերգը որ ներկայացուցինք արդեն 2 օրը մեջ sold out էին տիկետներ ծախված էին եւ լեցուներ սրահը լավ է ուրեմն երաշտասեր ունգընտիրները բավական երաշտասեր ունգընտիրներ ունենք եւ հետաքրքիր ունգընտիրներ ունենք որտեվ նրանք պոստեր կդեսնեն կամ հայդրարությունը կդեսնեն կուզեն գիտնալ թե ինչ ասիգա այո եւ գմոդենան այսինքն հայրության համեմատությունը ինչպես է ներկաներու TV մեջ հիմա ընդհանուր Դամասկոսի եթե Դամասկոսի բնակիչներուն համեմատ եթե նայենք հայերուն թիվը շատ քիչ է ուրեմն նույն համեմատությունը կրնանք մեր ունգընտիրներուն Միշտ հայ գտնենք բեմը ժողովրդի մեջ ունգընտիրներուն մեջ բայց անշուշտ չենք շատ են որ մենք արդեն քիչ ենք Դամասկոս շատ ճիշտ է այսինքն Դամասկոսի 5 միլիոնինքով այո անոր համար համեմատությունը համարյա նույնն է այսինքն բեմի մեջը բայց ուրախ ենք որ նվագախումբի մեջ հայ նվագողներ ունենք այո ունենք 2 հայ նվագողներ ունենք հիմա Կույրս կա Ծովակ Բաբուդարյանը որ ճտակ նվագ է Եվ ֆլյուտիստ ունենք Անի Աբրահամյանը ֆլյուտ պիկոլոգ նվագ է խումբի մեջ Okay իսկ այսօր ինչպես դուք կհամեմատեք դասական արևմտյան երաժշտությունը եւ արաբական մշակույթի ինքնադիպ ոճերը գա արդյոք փորձում համադրելու այս երկու աշխարհները Հիմա մեր երաժշտանոցը բախտավոր ենք որ երբ որ հիմնվեցավ 90 թվականին որոշում առնված էր թե դասական երաժշտություն ուսանողները թերապական գործիքները ուսանողները միասին դասարանի մեջ էին այսինքն դեսական նյութերը միասին գնայինք արբական գործիքներ ժողովրդական գործիք նվագողները հարմոնիա գնեն կոնտրապոնտ գնեն սոլֆեջո անալիզ համաշխարհային երաժշտության պատմություն գնեն արևելյան երաժշտությունը արևելյան սկելները ասեմ թեորիները մենք անույն ցևով այսինքն ամեն նյութերը գարնեինք եւ թե արաբական երաժշտության պատմությունը գարնեինք եւ թե արաբական մaqamներու թեորի տասերը գարնեինք ուրեմն ես ծանոթացա ռաստ բայատ սաբա ուրեմն երկու մարզի մեջ եղողներ թե արևելյան թե արևմտյան մոդեցուն գլար նվագողներու մեջ եւ նույնիսկ փորձարական կորձեր մեջ տեղելան այսինքն ինչպես կրնանք ուդ եւ պիանո օրինակ կամ ուդ եւ կարյակ Ոդի ինչպես կրնա կլասիկ կորձիկի բես նվագվիլ Այո, նոր փորձարկումներ նոր բաներ եղան եւ քանի անգամ pedagogan նվագախումբը ներկայացուց օրինակ Vivaldi կոնցերտոները կանոնով, ուդով, բզոկ նայի համար օրինակ կոնցերտոներ կրվեցան, ուդի համար կոնցերտոներ կրվեցան ուղղակի այսինքն կորձիկները ժողովրդական կորձիկները ասենք իբր Կլասիկ դասական կորձիկներու բես օգտագործվեցան Նույն օրկեստրի մեջ օգտագործվեցավ Այո, բայց իբր սոլովիստ Փորձեցին ֆլյուտինկով նստի օրինակ, բայց քիչ մը դժվար գլար գործային բաները բալանսը բահել Սիվազ միկրոֆոն բիտնես, ուրեմն շատ բաներ կփոխվին Բայց իբր սոլիստ շատ կորձեր ներկայացուցինք եւ ես կտեսեմ որ շատ կարեւոր բան մնա թե արաբական երաժշտության համար Եվ թե դասական երաժշտության համար ասնոր քույները որ ինչպես որ միկրոթոնով աշխատին Եվրոպա ուրեմն նույն մaqamի կապարն է աս միկրոթոներու խաղերը բայց հոս ուրիշ քույները կան դեր սկսական քույներ կան եւ արտահայտական քույներ կան որ գնանք օգտագործել նորարար ծևեր ալեն նոր միջոցներ են արտահայտելու Maestro Visak, ուրեմն Լիբանանի բադանի աշակերտները եւս փախտը ունեցան օգտվելու ծեր փորձառութեն են երբ Լիբանանի համասկայնի հրավերով միացակ Պարսականաչյան երաժշտական կոլեջի ուսուցչական գազմին իբրև ուսուցիչ եւ աշակերտական նվագախումբի ղեկավար ինչպես կարժևորեք այս աշխատանքը ինչպես վադահեցավ այս
Խոսա պախտը իր տեր ունեցավ։ Մենք 2-3 տարի առաջ Դամասկոս բարոն Գարո Ավեսյանը, մայստրո Գարո Ավեսյանը իմել գրգած էր օպերայի։ Թե գուզե Դամասկոս գալ խմբավարել Սուրյո պետական նվագախումբը։ Ընտարաչեցինք, հրավիրեցինք, ասինք եկավ եւ գարցեմ 2 կամ 3 համերգ ինքը Սուրյո պետական նվագախումբի հետ։ Երբ որ մայստրո Գարոն որոշեց դեպի Ամերիկա ճամփորդել, ուրեմն Գանաչյան երաշտանոցի խնամակալությունը այդտեղ ինչ գերզակար Կեշիշյանն հետ խոսեցավ, ասա որ արդյոք կարիլություն կա կամ կմտածես Բեյրութ գալ երաշտանոցը պետք ունենք, այսինքն բարոն Գարոնբի ճամփորդը որովհետեւ մենք մտածեցի ինչու՞ չէ, այսինքն ես մի քանի անգամ ունիմ փորձառություն երդասարտներու հետ, բադանիներու հետ, բայց քանի ավելի մեծերու հետ կաշխատի միշտ, ուրեմն գուզեմ փորձառությունն անել, ուրեմն եկա մայստրո Գարոյին փորձերուն ներկա եղա, դեսա թե ինչ է մտնոլորտ վիճակը, սկացի որ ես կրնամ բամը ներկայացնել հոս, եւ ներսես բամը սա որ բարդականություն ունիս, պետք է ընես, որովհետեւ վերջարտանաս մեր հայ երեխաներուն, հայ բադանիներուն պետք է լավ ծևով հիմնենք աբակային համար։ Այո, դուք արդեն ներողություն մայստրո ծեր խոսքը գդրեցի, բայց արդյոք դուք իբր մանկավարժ, իբր դասավանդ եք Սուրյո երաշտանոցի մեջ։ Հիմա այս իդալիարտաս առաջ փոքրերու երաշտանոցի մեջ, թե Տաշնամուրի Տասկուդայի, թե անդերի բադանիներու օրկեստրին կաշխատեի։ Այո։ Շատ բզիկ գործեր գնեինք, իրենց հարբար գործեր, որ ուրախ լան։ Վերադառնալիս վերջ Իտալիայեն, սկսա կոնսերվատորիայի մեջ դասավանդել։ Եվ աշակերտական օրկեստրին աշխատել, որ ավելի մեծ են տարիքով, 18-ին վերեն ամենը։ Այո։ Եվ որ հոսեգա, սկեդը 20 տարի դեպ վերադարձա, եւ սկացի որ ասինքն նոր բան մգա մեջը սև գուզեմ ադի ապրիլ։ Եվ արդյոք բախտավորությունն էր, որ բոլորը հայ աշակերտներ են գրեթե մեծամասնությունը։ Մանշուտ բախտավորություն է ադիգա, բայց ես միշտ ուրախ կլամ որ օդարնա կա եւ դեսնե թե հայերը ինչ կրնան գորնել։ Որտեղ մենք իրար լավ գիտենք։ Մենք իրար մագարտակը կրնանք այսինքն դեսնել, բայց պետք է օդարնա մեզի դեսնե։ Այո։ Ադորմա շատ ուրախ է որ նույնիսկ համերգին որ ինք անցյալ դարի օդար թեմքեր դեսա եւ շատ ուրախ է ներգալու լալուատ համերգին որտեւ ասեվով օդար է որ ուրիշ աչքով գտեսնե մեզի at մերսի պատկանելություն բանը չունի ինքը թե ագումբին թե միության համայնքին ադի չունի ինքը այո որովհետեւ հայեն լավ չէ չէ լավ են որտեւ լավ նվագեցին լավ չեն որտեւ լավ չի նվագեցին եւ ասի շատ կարեւոր է նույնիսկ մեր վարվելագերբի բադաններուն հետ չենք կնասել լավ են թե լավ չեն իրենք պետք է շատ ստագը լանք իրենց աբակային համար իրենց որպես իրենք օգտվին եւ գիտնան թե ինչ է կյանքը ինչ է մասնակցությունը այո պետք է որ իրականությունը ասեք եթե լավ չեն պետք է ասենք որ լավ չեն որպես իրենք շուտկեն եւ բարելավվին մաշալ անգամ ինձ գսեն հայ բահմանման անով պետք է բայք այո բայց պետք է լավը լանք այո հայ բահմանումին ես շատ համոզված եմ եւ մանավանդ մեր երկիրներում մեջ ասպայմներում մեջ որ գաբրինք կոր բայց նույն ադենալ պետք է մագարտակեն զիջինք որովհետեւ մագարտակն է որ գցկե որ մենք փայլինք եւ օդարները մեզի դեսնեն եւ ասեն նայեցեք հայերը ինչ կնեն գոր ասկա շատ կարեւոր է այո իսկ դուք որոշ տարբերություն նկատեցիք Լիբանանի ձեր աշխատանքին եւ Սուրյո ձեր աշխատանքի միջեւ բախտացությունը դժվար է որտեւ Դամասկոս ես հայկական միության հետ չեմ աշխատիր կամ հայկական երաշտանոցի մեջ չեմ աշխատիր այո pedagogan մասնակիտական երաշտանոցի մեջ կաշխատիմ ուրեմն լման կուրիկուլումը դարբեր է տասական ծրագիրը դարբեր է մտնոլորտը դարբեր է ավելի խիստ եք դերևս ավելի խիստ եմ եւ ավելի բանջոտ եմ հոս երաշտանոցը գիտեմ որ աշակերտներ պետք է բարդականությունը ընեն այո օքեյ ադգա գիտեն իրենք ուրեմն իմ տասից պետք է բարդականությունը փերեն իրենք ադիգա բայց ավելի չեմ գնար ստիբեր գիտեմ որ շատ ծանրափերված են եւ իրենք կնամասնակետ բիչլան իրենց համար գնահատիրաշտությունը կյանքի մեջ շրջան մնա կարևորը այդ շրջանեն օկտեվին այո իրենց անհատականությունը զարգանա գեղարվեստական բաժիմը ձնի մեջ երնին եւ իրենց կյանքի մեջ աստիադի գնա բժիշկը լալ գնա ինժեները լալ գնա ոյ մեկ բան որ բիտնե դուզե դե գոշկագար բիտլա
արվեստի մեջ պետք է ադի սկա թե գեղեցիկ բան կա, գեղեցկությունը սկա եւ գեղեցիկ ցեվով աշխատի իր գործը։ Եվ ասի արվեստի միան երաժշտության չէ, ընդհանուր արվեստի բարդականությունն է մեր անհատականության աս գեղեցիկ գոմը զարգացնել։ Իսկ եւ դու կնայեք մայստրոց անցած տարիներուն, ինչն է որ ամենաշատ կհբարդացնե ձեզի։ Ըլալ մայստրո սուրյական թաշտի մեջ կամ ըլալ հայ արվեստակետ։ Ես միշտ կսեմ սուրյացի եմ հայկական արմատներով։ Հբարդ եմ որ սուրյացի եմ, կուզեմ որ սուրյա միշտ լավը լա, կուզեմ որ աշխարհը իսկական սուրյո երողությունը դեսնե, որտեղ դժբախտաբար Եվրոպան կամ աշխարհ ամեն արևմուտքը ասենք, ամիսկոմեն արևելքը Ճապոն, Չինաստան, ծանոթ չեմ մեզի։ Երբ որ Իտալիա կացի, շատ անգամ ինձ մեկը վախնային սկիզբը, իբր սուրյացի, իբր արաբ, հետո կամաց կդեսեմ, բայց տուն դարբեր ես, կսեմ այ ես սուրյացի եմ։ Այսին մույս արաբներուն չես նմանիր, որտեղ դժբախտաբար Եվրոպա շատ արաբ կերտային, փախստական ցևով, որ իրենք ուսում չունին, մշակույթ չեն գիտեր եւ ստիպված են ուրիշ գործեր աշխատի, շատ անգամ աբորինի գործերն են, որովհետեւ կրնան ապրիլ։ Ուրեմն եվրոպացին համար արաբը միշտ աբորինի անցմն է։ Չի տեսնել որ բժիշկներ կան, մասնակիցներ կան, որ շատ կարևոր գործեր կնեն հիվանդանոցներու մեջ կաշխատին եւ բարձր բաշտոններու մեջ են։ Adonk չեն դեսներ, բայց ավելի կդեսեն ջամփան կալած արաբը որոնակ հակուս կծախեգոր կամ բայսակ կծախեգոր ցերկի վրա գերձված բայսակներ անշուշտ այսպես բան։ Ուրեմն միշտ կսեին ինձի որ բայց ցուն չես նմանիր։ Կսա ես սուրյացի եմ, նախ ասի բանը եւ ես երաժշտություն ուսանած եմ, այսինքն երաժիշտ եմ ես, երաժիշտ եմ, այլ շատ կաստե ցանկին։ Ուրեմն վարգանները կային Եվրոպայի մեջ, բայց ամենքեշ վարգանը ջեմագիշեմ սինակ կփնտրեգոր, իբր ուսանով վարձու նստելու, որտեվ հանրագարացարան չեն կրնալ, մենք մնալ երաժիշտները, որտեղ մենք աղմգարար անցեր էինք իրենց համար, ադոր համար արի չեն դար մեզ, ուրեմն սիվազ պետք է սինակ վարձեի, ուրեմն կացի թերթի մեջ հայդարարությունը դեսա, խոսեցա, իդալերենով կացի դեսնվեցանք, ամեն բան եղավ, համացանեցանք, ուրեմն պայմանագիր բիտնենք, կոնտրակտ բիտնենք, պասպորտս հանեցի, նայեցա, սուրյացիս սավ, այոսի, գներս սավ, չեմ գնալ սենյակեզի դալ։ Ինչու ասի, այս ավտորասիներ գնալ ինձի հարցն են, որ տուն օդար, ոչ եվրոպացի մգուդասկոր սենյակը, բայց ես նույն անցնեմ ասի, որ ինձի դեսար այո ասիր, գներս սավ չեմ գնալ։ Այնքան դժվար զգացի, այնքան վիրավորված զգացի, թե այդ մեկ պասպորը ինչ որքան բան կփոխե։ Այո։ Ինձի դեսավ, հետս խոսեցավ։ Ամեն բան օքեյ էր համար։ Երբ որ պասպորը հանեցի, նման փոխվեցավ։ Բարվերագերբը։ Գնալալ մենք դադարված ենք, որ միշտ միջին արևելքա ցևով լանք։ Այո։ Ինչ-որ փորձենք գնել, բայց մինչև վերջ պիտի բայկարինք, որ միշտ միջին արևելքի անունով բարձր բահենք։ Այո։ Մեր ասկություններուն անունը բարձր բահենք եւ լավակույնը տանք միշտ։ Իսկ իբր հայ արվեստակետ ուրախ եմ որ դամ մեջ հայկան երաժշտությամբ մեծա շատ մեծ ասոցիացիոն ունի հայկան երաժշտությունը իմ նկարագրից մեջ մոդեցումս երաժշտության հետ ինչպես կսկամ երաժշտությունը ինչպես կլսեմ երաժշտությունը եւ միշտ կուզեմ որ հայ երաժշտությունը տասական երաժշտության հետ նույն պարալելցեվ զուգահեռցեվով կալեն անորոմար նույնիսկ օրկեստրի մեջ կանաչյան նայերյան օրկեստրի մեջ շատ ուզեցի որ հայկական տասական կորձեր նվագեն մեր աշակերտներ մեր բադանիները որ դե ադիգա մոցարտեն գա բեթհովենին երբեք ետ չի մնար մեր կորձեր ունիկ մեր ժողովրդական երաժշտությունը ինչպես ամեն ժողովուրդ ունի բայց ունիկ մեր տասական երաժշտությունը այո ուրեմն ադոր համար պետք է ասմից զուգահեռցեվով անշուշտ դեսա օրգանացիանի մեջ ամեն աշակերտ բարդաթիր ցևով ունի հայկական կոմպոզիտորներու գդորները հայ բացմության մեջ օրինակ հայ կոմպոզիտորներու անունները գործերուն գծանոթանան բաժիմը հայկական ժողովրդական երաժշտության մասին գխոսի այո բայց ադի պետք է իմ կարծիքովս միշտ օդարինա դանք
որբեսի օդառնա ծանոթանան մեր մշակույթին եւ մենք ավելի բաղած չենք։ Այո։ Երբեք։ Մայստրո, իսկ արաբական ներողություն, Սուրիո ասկային սիմֆոնիկ նվագախումբի եւ երաժշտանոցի կամ երաժշտական ընդհանրապես այս միջավայրը ինչ ցեվով կվերապերեր ցեզի իբր սուրիացի ղեկավար կամ իբր հայ արվեստագետ կամ հայ ղեկավար։ Հիմա ընդհանուր առմամբ մեծ դարբերություն կար Սուրիո եւ Լիբանանի մեջ։ Այո։ Լիբանանի մեջ շատ հստակ են բաժանումները։ Եվ հստակորեն գխոսին։ Ես Դամասկոս մինչև երևի 15 տարի առաջ կամ քիչ ավելի չէի գիտեր թե ինգներս ով է իսլամը, ով է քրիստոնյան, ով է դյուրզին, ով է ալավին, ով է սուննին, ով է օրթոդոքսը, ով է կաթոլիկը։ Ասոնք մեզ համար երբեք հարց չէին։ Դերևս արկելված էր խոսել այդ մասին։ Արկելված էր կամ ոչ, բայց ընդհանուր կյանքի մեջ այդ խոսակցությունը չի գար։ Ադոր համար այսինքն շատ չէին դեսներ թե հայ ես, թե արաբ ես, քրիստոնյա ես, թե իսլամ ես։ Մեզ համար սուրիացի ենք, միասին մեծանք, միասին ապրեցանք, միասին ուսումը ըրինք երաժշտանոցի մեջ, ուրեմն բոլորս մեկ ենք։ Հավասար ենք։ Բոլորս հավասար ենք։ Հիմա քիչ ավելի փոխվեցավ վիճակը, նավանդաս վերջին պատերազմը, որ ապրեցանք 11-ին վեր, ուրեմն սկսան մարդիկ ավելի նոր բաներ, նոր բառեր սկսան լսել խոսակցության մեջ, թադողությունները փոխվեցան քիչմը, բայց ընդհանուր առմամբ թեր գաբրինք մեր սուրիացի ըլլալը, եւ ասկա շատ կարեւոր է։ Մեկ անգամ շատ ուրախացա եմ, որ 2005-ին էր գարձեմ, կամ 2006-ին, չեմ սերջիշտ, Թուրքիայեն հրավեր եկավ սուրիական պետական նվագախումբին, որբեսի Թուրքիո մեջ համերկա շարքուննա։ Ուրեմն դերթայինք Անկարա, Իստանբուլ, Իզմիր։ Ուրեմն նամակը եկավ մշակութային նախարարություն սուրիական, առաջարկեցին խումբը, ավներ ուզեցին, գրգեցին։ Ուրեմն նամակ մգուկա Թուրքիո մշակութային նախարարությունեն, թե մենք կնախնդրենք, որ Սուրիո պետական նվագախումբի կոնդակտորը սուրիացի ըլլա։ Սուրիո մշակութային նախարարության պատասխանը ինչ էր։ Մեր գլխավոր ղեկավարը սուրիացի է։ Միսակ Բաբդարյան սուրիացի է։ Ուրեմն հոս կնանք հասկանալ, թե պետությունը ինչ մոդեցում ուներ։ Այո։ Նույնիսկ այսինքն հարցումից որ հայ լալը կամ արաբ լալը այդպես։ Այո։ Միշտ մենք սուրիացի լալը առաջին կիզն է։ Այո։ Հետո գուքամ հույս քույները, մյուս տարբերությունները ինչպես կրնանք տասավորել ադոնք։ Լավ։ Իսկ ինչպես կփոխանցեք ձեր փորձառությունը երիտասարդ սերունդին։ Սուրիո մեջ արդյոք դա նոր սերունդը, որ Սուրիո մեջ պիտի շարունակե արվեստի այս ուղին։ Անշուշտ, եւ մենք պետք է պատրաստենք նոր սերունդները։ Երաժշտանոցի մեջ օրինակ ես խմբավարության տասկ ուտամ 5-րդ դասարանի աշակերտները, որ ավարտական դարին է կոնսերվատորիային, բոլոր նգասին խմբավարություն, ինչպես կրնանք ասեն, principles, այսինքն այո, կարևոր գետերը գարնեն խմբավարության եւ օրինակ արդեն դասարտները մեկը սկսավ երդասարտական օրկեստրը հավաքեց կաշխատի, ուրիշը փչոյին գործիք նվագախումբ հետ կաշխատի, արաբական խումբ հետ աշխատող երդասարտներ ունենք, ասոնք կոնսերվատորիան ավարտեցին։ Ուրեմն ասեվով իրենք կպատրաստենք հաջորդ սերունդները։ Դժբախտաբար պատերազմի պատճառով շատեր ճամփորդեցին, բայց միշտ կփորձենք նոր սերունդներ պատրաստել, որովհետեւ ասմեր առաքելությունը, որ օրմուվիդի կա եւ մենք պետք է հրաժեշտ տանք, իրենք պետք է պատրաստեն, որ շարունակեն։ Այո։ Իսկ ինչ խորհուրդներ կուտակ երիտասարդ երաժիշտներուն, որոնք կուզեն իրենց կյանքը նվիրել դասական երաժշտության, նամանավանդ միջին արևելքի մեջ։ Ես որ երիտասարդ էի, ինձ ասին, որ ինչ արհեստ պիտենես։ Այսօր ես շատ ուրախ եմ, փեմերու վրա նկարներ ունիմ, աշխարհը կբդդիմ, երկիրներ կտեսնեմ։ Այո։ Մինչև մագարձեմ 33 երկիր կացած եմ համերգներու համար, ուրեմն ասիմեց մաղթավորություն է։ Այո։ Եթե ինժեները լայի, գրնալը կորձս լավը լար, գրնալը ամսական սավել լավը լար, բայց աս լույսերը որ կտեսնեմ, կամ ասեցությունս որ գլա,
Մարտոց եւ ընկերային կյանքին ադիպեր ինժեներ գրնալը չեմ գիտեր գրնալը չէի գրնարներ ադիգա բայց 33 երգիր բդդիլը իբր խմբավար կամ իբր երաժիշտ ասկա քիչ բան չէ այո կորց բայց ամենը կարևորը ներսի գոչումը պետք է լսենք որոշումը պետք է լա շատ խելացի հիմնված ներսի գոչումին մեր առաքելությունը ուր կսկանք մենք ինչի մեջ կրնանք փայլիլ ինչի մեջ կրնանք լուսավորել ասի ամենակարևորն է եւ մեր passion-ը ուր է այո ինձ շատ երբ որ գսեմ բժիշկ մշանգերներն որ ունին որ լավ նիշպերին որ բժշկություն ունեն ուրախ չեն գանկերնում մեջ այո որովհետև ինչ բան որ քուներսդ քեզ գարաչնորդ է ինչ որ գուսե կուսիրդը դի պետք է փորձես գտնել եւ իրակորձել այո որովհետև չես հաջողի շատ բարձրապես չես հաջողի այո գնաս տրամ գշայիս այո բայց ուրախ չես լար եւ հաջող չես լար շատ ճիշտ անորմալ միշտ գսեմ ներսի գոչումը պետք է լավ լսենք այո ներսի ցայնը լսենք եւ ամենակարևորը հետաբնտական կորց այո ադի շատ կարևոր հարադևենք մեր կորձին դե հարադևենք եւ լրջորեն միտ աշխատենք այո մայստրո ինչ հետաքրքրակիրներ ունիք լա սուդիո ասկան վակախումբին հետ կապված եւ թե միջազգային համագործակցություններ ու գծով Սուրիա նոր վերածնուցի կյանք Գաբրիգոր հիմա աս նոր շրջանը որ Գաբրիգոր շատ մեծ գործի պետք ունի ես անցյալ դարի Դամասկոսի օպերայի դնորը նշվեցա ուրեմն ավելի մեծ բարդականություններ եղան, բարդավորություններ եղան, շատ պլաններ կան, թե ինչ պետք է լա Սուրիո մեջ, ինչ պետք է ենք Սուրիո մեջ, թե օպերային համար, իբր շենք, եւ թե երաշտական կյանքին համար։ Հուսամ այդ պրոժեները կրնամ իրականացնել, օգնել, նեցուգլալ խումբերում, որ գուզեն մեջտեղել աշխատիլ, փեմերու վրա զարկանալ նույնադեն շատ մեծ երազներ ունիմ իմ անձնական կյանքիս համար, այսինքն երաշտական կյանքիս համար խումբերու հետ արիտներ ունենամ, օպերա ներկայացնել, Սուրիո մեջ օպերա ներկայացնել, համագործակցություններ անել, որովհետև 2018-ին երբ շատ վիճակը վատ էր, եկցկայ որ մենք բամը չեն գներ, որ որոշեցի Իտալիո մեջ performing art management-ի master անել։ Եվ 2 տարի հետևեցած master-ին դասկալայի օպերայի ակադեմիայի մեջ, ուրեմն շատ նոր գաղափարներ եկան։ Եվ գուզեմ ադոնք գետնի վրա կորզատրել եւ իրականացնել։ Հուսամ գաչողիմ, հուսամ գրնանք ավելի լավ աբակամ անել մեր երկին համար։ Եվ հուսամ օրը Նաիրյան երջախումբն դեսնել մեծ բեմերու վրա։ Նաիրյանը վակախումբը։ Վակախումբը։ Այո։ Ադի պետք է բոլորս աշխատենք միասին։ Մայստրո մենք մեր հայտակրի մեջ ունի գարչ հարցում պատասխաններ։ Okay։ Անցնենք այդ բաժնին, նախքան փակենք։ Ըստ ձեզի ինչ է մարդկային հաղորդակցության ամենեն լավագույն ձևը։ Աչքերը։ Աչքերը։ Իսկ ինչ է ձեր ներշնչման աղբյուրը։ Ինչպես կներշնչվիք։ Գրելու կամ այսինքն երաժշտություն հորինելու կամ ինչպես Ասի շատ դժվար հարցում է։ Եվ շատ դժվար հարցում է ասիգա։ Չեպեր մերսես ցայմ մգա։ Ուժ մգա ներսես, որ ինքը գմղե։ Նույնիսկ ամեն դգար վարգաններուն այդ ուժը գելլե եւ ինքը ինձ գմղե որովհետեւ թե կապարներուն թե աշխատելու եւ ամեն բանի համար։ Երեք բառեր, որոնք լավագույն ձևով կարժևորեն երաժշտի հաջողությունը։ Հարադև աշխատիլ, հարադև աշխատիլ, հարադև աշխատիլ։ Իսկ ձեր կյանքին նշանաբանը ինչ է։ Մեկ նշանաբանով չեմ գտնար ասել, որովհետև ինձ համար շատ կաստած է պարսացիր պարսացուրը։ Կայլի եղած ադենաս, կաոդ եղած ադենաս, լավ դբավորված եմ ասպարով պարսացիր և պարսացուրը։ Այո։ Բայց ամենը կարևորը ինչ որ բիդնես, լավ պետք է ենես։ Անշուշտ, շատ ճիշտ է։ Ինչ նախընտրություններ ունիք, ձեր ազատ ժամերուն ինչով կսպաղեիք։ Ես շատ կսիրեմ ուդել։ Ես շատ կսիրեմ եփել։
այսինքն որ արիթ ունենամ դա մեջ բամ մնել նույնիսկ սովորական ջաշ չլա նոր կապարմը լագամ նոր նյութերցնել բամ մնել ստեղծել եւ ադի ջաշլա իսկ դեր ընտանիքը ինչպես գբերապերի ընդհանրապես ուրախ կլանե որ գեփեմ գսիրեն նեպածս ման որ շարական պաստա հետ կապված կլա քանի Իտալիա ապրեցա ուրեմն պաստայի փիլիսոփայական բաժինը որ հասկանաս այլես պաստան դարբեր բամ կլա եւ ադիգա ինչպես պիտի ներկայացնես ինչպես պիտի պատրաստես աշխատես հետաքրքրական է զատ հայդակիր գուզենք այդ փիլիսոփայությունը գտնալու համար այո գիտնաս թե պաստան երբ որ մեկ պաստան պիտի տնես ինչու աս պաստան պիտի լա եւ դի ինչ պիտի լա պաստային ահա հետաքրքրական է ասիգա Իտալիա որ ապրիս պետք է սորվիս ասիգա հիմա արդեն կհարցնեմ ձեզի մի քանի գաղտնիքներ գարնեմ իսկ ինչ է ձեր կյանքի ամենեն հիշատակելի բախը Մեկա չէ, առաջին անգամ որ պեմ պարսացա իբր խմբավար, երբ որ 2000 ասի մորցա ասելու 2010-ին դեկտեմբերին որոշեցինք օպերա անել Դամասկոս, Ֆիգարոյի ամուսնությունը, Լենոցե դի Ֆիգարո, սուրիական կաստով ամեն, ուզեցի որ բարոնս, Իտալիո բարոնս ինքը կա եւ ինքը աշխատի, ինքը սա առաջին երկու համերգներ ես կնեմ հետո տուն կշարունակես Ուրեմն երբ որ վերջին համերգը վերջացավ ինքը ներկա էր եւ ներս մտա ինքը սա այսօր տուն կոնտակտեր եղարսավ Ասվարգյանը բարդալի վարգյամն է որ բարոնդ քեզի իբր կոնտակտեր հետդ ացեվով խոսես աշակերտը չես տուն այո ինչ գեղեցիկ վարգյաններ իսկ քաղաքականությամբ հետաքրքրված եք մայստրո Գփորձեմ հերու մնալ որտեվ շատ Պարազիտ բամ գնե քաղաքականությունը մեր կորձի պայմաններով միշտ գաբունինք որտեվ ասվածնե հարցաղումը գլա համերգներ բան կգենան մշակույթ առաջին դուջողը գլա միշտ ոյ մեկ քաղաքական հարցը գլա համերգներ կգենան ուրեմն այդ կողմեն ստիպված ենք միշտ դասել թե ինչ գլա որպես գիտնանք աս համերգները աս Եթե ամեն բան լավ ծավով բիդեն ավոտենք որ լավը լա միշտ Եթե հարց դրվի ձեզի վերադառնալ անցյալ որ ժամանակաշրջանը գուզեք ետ վերապրիլ Իմ անգամը մեգում հարցուսերն աս հարցում չեմ շեր որու բայց պատասխանը ասած էր որ Նապոլեոնի ադեն Բայց ես կհարցնեմ Սերեն ինչու համար Սերեն որտեվ մեկ հատ Նապոլեոն գար Ընդհանուր առմամբ ես կսիրեմ բան Կլասիկ ժամանակաշրջանը, երաժշտության մեջ կսեմ գոր հիմա, եւ ռոմանտիկի առաջին շրջանը, Բեթհովեն, այդ շրջանը կսիրեմ, Բրամս, չեմ դեր կյանքը ինչպես էր, իրականության մեջ չեմ դեր ինչպես էր կյանքը, ինչպես էր, բայց գրված երաժշտությունը շատ կաստ է ինձի, այդ ժամանակաշրջանի մեջ։ Բայց իմ հարցումս այդ էր մայստրո, որ ծեր կյանքի մեջ որ ժամանակաշրջանի հետ կուզեք ապրիլ, բադանեգության, ուսումնական, գրթական։ Ես շատ ուրախ ամեն ժամանակաշրջանները ապրեցա։ Եվ գսկամ որ հիմա նորեն ուրախ եմ ժամանակաշրջանին չեմ երեթե գուզեի եթե վերտալ թե ոչ եւ եթե երտամ ժամանակ արդյոք նույն բաները գնեմ թե ոչ ադիա չեմ գիտեր որտեվ ես մեկ բանի բախտավոր եմ միշտ կսեմ ցերկ մը գա որ իմ ճամփաստույց կուտա շատ ճիշտ աստծո ցերկը մայստրո գար ուրիշ հարցումը որ գուզեի հարցնեմ եւ չհարցուցի Հարցում չէ, բայց ես միշտ կուզեմ զոնոներուն հիշեցնել, թե մեր երեխաները իրավունք ունին ապրիլ իրենց սկսական բաժինը, և մենք պետք է օգնենք իրենց, բայց մեկ պայմանով չզարափերենք, որտև երեխան արի չունենար, ինքը մտածի թե ինչ պիտի և այս շատ կարևոր բան մնե, ես ստիպված էի տաշնամուր սորվիլ, երբ որ 14 տարեկան էի ընդվզեցա, Եվ ես իպորս պիչնեմ այլևս, ասի չեմ ուզերնել, ասի կուզեմ ընել, 2-3 տարի հերու մնացի տաշնամուրի տասեր են, բայց կորձիք եմ ոչ, ես սկսա գամած կորձիկին էր իմ հարապերությունս գտնել, և երբ որ 18 տարեկանից 17 երաշտանոցը բացում եղավ, շատ սիրով ես կաց երաշտանոց, ուրեմն աս ժամանակը, որ երեխան, գիտեմ որ ամեն բան գուզենք սորվեցնել իրենց,
ինչ որ գրնանք դալ իրենց, բայց իրենք ժամանակ տան, որ մտածեն, ապրին եւ իրենք սկան։ Եվ իրենց օգնենք, որովհետեւ այդ ճամփան, որ իրենք ընտրեցին, այդ ճամփան շարունակեն։ Այո, օգտակար լանք, որովհետեւ իրենց Այսինքն իմ անձնական փորձառությունից միշտ կդեսնեմ զոները բասկետի բիդերտա, ֆուտբոլի բիդերտա, սկաուտյան բիդերտա, երաշտուն բիտնե, բար բիտնե, դբրոցի բիտնե ասա, երբ շունչ բիդարնե։ Այո։ Շատ ճիշտ է։ Երբեմն զոնները գծարափերնեն։ Չէ, զոներ գուզեն իրենց չիրականացած երազները, իրենց ավակներով մեղքեն։ Այո, մեղքեն։ Պետք է ավելի մենք խելացի լանք, ավելի ուշադիր լանք եւ դեսենք թե իրենց ինչ պետք է, ոչ մենք ինչ կուզենք։ Այո, շատ ճիշտ։ Մայստրո, մենք այսօրվա մեր հարցազրույցը պիտի փակենք, շատ ուրախ ենք։ Նախքան փակենք մեր հայտակերը, եթե ունիք բան ավել ցնելիք։ Շատ շնորհակալություն ցեզի։ Այո։ Նորեն գսեմ, ուրախ եմ, որ համասկայնի գանաչյան կոլեջին տասական ինչ ասեմ խումբին բաժինեմ։ Այո։ Շատ գծանոթանամ որ գամած բարոններուն շատ ուրախ եմ եւ հուսամ գրնանք թե բոլորս մեկ ինչ որ պետք է ներկայացնել մեր աշակերտներուն, մեր բադանիներուն, որ ավելի լավ ապակա ունենան։ Երաշտյան մեջ կամ ոչ։ Այո։ Շնորհակալություն ձեր ներկայության, Մայստրո Բաղբուդարյան։ Շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել եւ իմանալ ձեր հաջողության գաղտնիքները։ Բոլոր չսիպայից հաջորդ անգամին գսենք։ Այո, այո։ Okay, շատ շնորհակալություն ցեզի։ Մերսի, որ ձեր սող ժամանակը դրամատրեցիք եւ Դամասկոսեն հասակ այստեղ, որովհետեւ այս արտազրույցը կարենանք հաջողցնել։ Շնորհակալություն ցեզի։ Հարգելի ունգընտիրներ, այսպիսով կփակենք հետաքրքրական մեր հանդիպումը։ Թիմանագարի թեմը այսօր բադիվ ունեցավ հյուրընկալելու վաստակաշատ երաժիշտ Սուրյո ասկային սիմֆոնիկ նվագախումբի ղեկավար մայստրո Միսակ Բաղբուդարյանը, որուն հետ մեր զրույցը թող ոգեշնչումը լա յուրաքանչյուրիդ։ Շնորհակալություն ձեր ունկնդրության, շնորհակալություն ցայնե հաղորդավարին, ինչպես նաև շնորհակալություն Մայստրոին, ձեզ հետ էր Շողիկ Տորոսյանը։ Մեր հաջորդ հանդիպումը հարաճիգա չորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները։